Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր մայիսի 2-ն է, օրն ուրբաթ։ Գյումրիի ավականին այսօր հերթական նիստն է գումարել, ընտրել է քաղաքապետի 2 տեղակալներ, ավականու մշտական հանձնաժողովների նախագահ եւ տեղակալներ։ Նորընտիր ավականու 2 նիստերը բոյկոտած քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականին 13 անդամներով մասնակցել է այսօրվա նիստին։ 12 հարց Եվ քվորումը ապահովում է, չէ՞, դալիճը ապահովում է 15, 18 հոգի, բարի հարկ ասում, քվն չի եկել, ասված իրանց համերաշխություն տա։ Քաղաքապետը փաստորեն մի փոքր շտապել էր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու 13 անդամները դահլիճ մտան քիչ ուշացած։ Ավականիում ամենաշատ մանդատներ ունեցող խմբակցության մուտքը նիստերի դահլիճ անակնկալի բերեց։ Բարև ձեզ, համեցեք նստեք, շեֆերը վերջում են գալիս, Ստալինի քաղաքականություն։ Նիստը շարունակվեց արդեն ավականու 31 անդամով։ Զեկուցվող հարցերից ավականին հերթով քվեարկեց ու հաստատեց 5 խմբակցությունների առաջադրած 4 մշտական հանձնաժողովների նախագահներին տեղակալներին։ 2 մշտական հանձնաժողովների նախագահները քաղաքացիական պայմանագրից են, 2-ը ներկայացնում են մեր քաղաքը դաշինքը եւ Կոմկուսը։ Ավականու խմբակցությունները չունեին քաղաքապետի տեղակալների թեկնածուներ։ Քաղաքապետի 2 տեղակալների թեկնածությունները առաջադրեց կոմունիստական կուսակցությունը։ Առաջին տեղակալի պաշտոնում Ավետիս Առաքելյանի թեկնածությունն առաջադրեց Վարդան Ղուկասյանը։ 17 կողմ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության 13 ձեռնպա ձայներով ավականին Ավետիս Առաքելյանին ընտրեց քաղաքապետի առաջին տեղակալ։ Շնորհավորում ենք Ավետիս Առաքելյանին, շատ պատասխանատու, կապ չունի, որ Առաքելյան Ավետիսը իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու շատ պահանջելու եմ իրենից ավելի շատ քան որևիցե մեկից։ Ինձ հետ աշխատելն է մի քիչ եւ հեշտ է եւ դժվար է, ասեմ դե։ Շնորհակալություն եմ հայտնում նախ առաջինը Տեր Աստծուց, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին, շնորհակալություն եմ հայտնում ինձ կողմ քվեարկած բոլոր ավականիների անդամներին։ Քաղաքապետի տեղակալի մյուս թեկնածուն Կոմկուսի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանն է, ով Վարդան Ղուկասյանի ղեկավարած տարիներին եւս զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Գագիկ Մանուկյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ է։ Նրա կյանքն ու գործունեությունը օրինակ է կոմունիզմի գաղափարների նվիրվածության եւ ժողովրդին ծառայելու։ Ձայների նույն հարաբերակցությամբ 17 կողմ եւ 13 ձեռնպահով Գագիկ Մանուկյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ։ Տեղական իշխանություններում առանցքային պաշտոններում են Կոմկուսի ներկայացուցիչները եւ փաստորեն քաղաքապետարանում դիմելաձևի ընդունելի տարբերակի դառնում ընկերը։ Ընկեր Մանուկյանին հրավիրենք, հա, եկեք ընկեր Մանուկյան։ Անսահման սիրում եմ իմ քաղաքը, աշխատել եմ տարբեր պաշտոնների, տիրապետում եմ աշխատանքին, կարող եմ օգտակար լինել մեր քաղաքի հետագա զարգացմանը, կառուցապատմանը եւ ժողովրդի բարօրությանը։ Ամբողջ նիստի ընթացքում Գյումրիի քաղաքապետի կողքին էր այս ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ապրելու երկիր խմբակցության խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Նախկին ավականու անդամ Կարեն Մալխասյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Նշանակումը պարզվեց Գյումրիի քաղաքապետի առաջարկով է եղել։ Բանիմաց տղա է, խելացի անձնավորություն է, հարկալից պահում է իրան, շնորհքով մենք հրավիրել ենք իրեն։ Հարգալից եղավ նաև ավականու նիստում առաջին անգամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի Սարիկ Մինասյանի եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդիպումը։ Նիստն ավարտվեց ձեռքսեղմումով։ Շնորհակալ եմ, զգացված եմ ընկեր Ղուկասյան, բայց ես գեշտված չեմ եղել, կոնյակ բանյակով չեմ եկել շնորհավորել, բայց իհարկե մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ոնց կարող ենք չբարևել։ Քաղաքացիական պայմանագրի ավականու անդամները կմասնակցեն արդյոք առաջիկա նիստերին, կախված է նիստերի օրակարգից, հայտարարեց Սարիկ Մինասյանը, շեշտելով, որ ամեն դեպքում իրենց համար օրակարգային է մնում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճակեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական եւ քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։
Երկու անգամ ավականու նիստերը բոյկոտելուց հետո այսօրվա նիստին ուշացումով ներկայանալն էլ ըստ խմբակցության ղեկավարի ոչ թե միտումնավոր էր, այլ տեխնիկական հարցերով էր պայմանավորված։ Ավականու անդամներն իրենց մեքենաները կայանելու տեղ դժվարությամբ են գտել։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ 3 մայիսի 1-ի դատական նիստում նորից արձակնվել են Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ դատաքննության ժամանակ ցուցադրվել են տեսանյութեր, որոնցում Արկադի Ղուկասյանն է ըստ ադրբեջանական կողմի ձևակերպումների Շուշիի օկուպացիայից հետո։ Դավիթ Իշխանյանը հերքել է իր մասնակցությունը Շուշիի օպերացիային, պարզաբանելով, որ ինքն այդ ժամանակ ձեռնափայտով է եղել։ Հիշեցնենք, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործն առանձին է քննվում եւ հաջորդ նիստը նշանակված է մայիսի 6-ին։ Միացյալ Նահանգները այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում, ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Մենք այլևս չենք թռչի աշխարհի մյուս ծայրը հանդիպումները մոդերացնելու համար։ Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև, ասել է նա։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, բայց Մոսկվայից եւ Կիևից կոնկրետ գաղափարներ են անհրաժեշտ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը, պարզաբանել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ 30 տարվա դադարից հետո Ռուսաստանը մայիսի 1-ին վերսկսել է կանոնավոր չվերթները դեպի չճանաչված Աբխազիա։ Առաջին չվերթն իրականացրել է Վնուկովո օդանավակայանից Սուխումի։ Վրաստանի կառավարությունը դատապարտել է օդանավակայանի շահագործումը, նշելով, որ դա տեղի է ունենում միջազգային նորմերի խախտմամբ, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ դեպի Սուխումի թռիչքները կիրականացնեն 3 ավիաընկերություններ, ընդ որում այդ բոլոր ավիաընկերությունները արևմտյան պատժամիջոցների տակ են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Մամնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներն այսօր մամուլի ասուլիսում ամփոփել են մեր հավաքականի մարզիչներն ու մարզիկները։ Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի 6-րդ փուլը կայացել էր վերջերս Կահիրեում, որտեղ գերազանց էր հանդես եկել մեր հավաքականը։ Արթուր Դավթյանն ու երիտասարդ Համլետ Մանուկյանը ճանաչվել էին գավաթի բացարձակ հաղթող, իսկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ էր նվաճել այս փուլում։ Ճիշտ ասած, որպես գլխավոր մարզիչ պլանավորածից ավելի լավ եղավ, որտեղ պլանավորել էինք, որ բացարձակ գավաթը մեր Դավթյան Արթուրը կտանի, Արթուրը դե տարա, բայց Համլետիկը ինքը կրկնապատկեց, այս անսպասելի էր։ Ու շատ ուրախալ էր, որտեղ առաջի անգամ ինքը սկսեց մասնակցել մեծահասակների առաջնությանը, շատ բավականին շատ բարդ մրցակցություն էր, շատ բարդ։ Վերջի Կահիրեն կարելի է աշխարհի առաջնություններ։ Նենց որ պատվով ես շատ ուրախ եմ, շատ գոհ եմ, որ մենք պատվով մասնակցեցինք, լավ արդյունքներ ունեցանք։ Մենք 5-ին մասնակցեցինք, միայն Անտալիայում 2 հոգով, մնացած փուլերին 5 հոգի գնում էին, 5 հոգն եզրափակիչ էին մնում, բոլորը մեդալների հավակնորդներ էին։ Իսկ վերջին ամենալավը ստացվեց 3 հատ ոսկի մեդալ, 6 գործիքից 3-ը մենք տարանք։ Մեր հանրապետության համար դա շատ մեծ արդյունք է։ Նենց որ շատ գոհ եմ, ապրեն իրանք, մենակ շատ հոգնած ենք, իրոք բոլորին հոգնած, այդքան շատ դժվար է իրար հետևից մասնակցելը։ Ընդհանրապես ես շատ գոհ եմ։ Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ։ Վարությունս կարողացա լավ կատարեմ, փառք Աստծո։ Արդեն եթե մարզիչները գոհ են մնում, բնականաբար մենք էլ ենք գոհ մեր արածից։ Դժվար էր շատ, բայց պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի Եվրոպայի առաջնությունը ավելի լավ հանդես գանք։ Աշխատելու տեղեր ունենք, դեմը Եվրոպայի առաջնությունն է, հիմա պետք է ավելի լավ պատրաստվենք։ Կուզենայի, որ բոլոր տղաներն էլ Եվրոպայի առաջնությանը ոսկե մեդալ տանեին, էլի։ Ես շատ ուրախ եմ Ավետիսյան Արտուրի համար, առաջին անգամ է աշխարհի գավաթից ոսկե մեդալ նվաճեց, երևի բացի էլ էս դուռը իր այս Եվրոպայի
միշտ չէր ստացվում, մի բան պակասում էր, երկրորդ տեղ գրավել եմ, երրորդ տեղ գրավել եմ, բայց առաջինի համար միշտ իմ սխալի պատճառով միշտ ուժել եմ։ Էլի կային թերություններ, կային սխալներ, կաշխատեմ, շատ եմ աշխատում մարզիչներից հետ միասին, որ այդ նույն սխալները Եվրոպային չլինի, որտեվ ամեն մի չնչին սխալ մի գույն ու ամեն ինչը մի նշան իջացնում է մեզ։ Գյումրի երիտասարդական թատերախումբը առաջին անգամ դրամատիկական թատրոնի փոքր բեմում ներկայացավ առաջին մոնո ներկայացումով Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ ողբերգության մոտիվներով է ծնվել Ռիչարդ պիեսը։ Բեմադրության հեղինակը թատերախմբի երիտասարդ ռեժիսոր Անահիտ Ղազարյանն է, իսկ պիեսը հեղինակել է Արմեն Աշալուսյանը, նա նաև ներկայացման գլխավոր դերակատարն է։ Բեմի սևն ու կարմիրը որպես խավարի ու ցասման անտես վկաներ հանդիսականին տեղափոխում են 16-րդ դար, Վերոնա, Շեքսպիրյան իրականություն, որը դառնում է մի սուրաքնարք մեղսավոր կյանքի ու հոգեզրկված հասարակության ստեղծած ամենամեծ հրեշի մարդու պատմությանը։ Ինձ հաճույք է պատճառում, երբ իմանում եմ, թե ինչպես են իմ պատրաստած գլուխ գործոցները կատարում իրենց գործ, ինչպես են անխոչուն դոտ հասնում իրենց նպատակին։ Հերոսը թունագործ է, անունը Ռիչարդ, որը հորինված է, Շեքսպիրյան ողբերգության հերոսներից չէ։ Նրա գոյության միակ արդարացումը այսօր եւ այլևս վրեժն է, որը ծնված է կորստից, դավաճանությունից եւ միայնությունից, եւ ուղղված այն հասարակության դեմ, որն իրեն երբևէ մարդկային աչքով չի նայել։ Այս ամենը սոսկ բեմական պատմություն չէ, այլ մատնանշում է այն հնարավոր անդունդը, որում կարող է հայտնվել ցանկացած մերժված հոգի։ Ասելիքը այն է, որ երբեմն մենք գնալով մեր ցավերի, մեր վատ հիշողությունների, կորուստների այդ ամեն ինչի հետևից երբեմն ոչնչացնում ենք հենց այն, ինչը որ իսկապես մեզ անհրաժեշտ է։ Այսինքն չենք մոռանում անցյալը, այլ գրկում ենք այդ անցյալը ու այդպես մնում ենք առանց առաջ շարժվելու։ Թեև ամբողջ սյուժեն պտտվում է վրեժի զգացումի շուրջ, մեկ պատահական հանդիպում է Ջուլիետին, Շեքսպիրյան հերոսուհուն, փոխում է Ռիչարդի չարամիտ ծրագրերը, նոր հույսով լցնում նրա կյանքը։ Բեկումնային այդ դրվագը կարծես է դառնում է այն փրկությունը, որն այդքան պակասում էր Ռիչարդին։ Վրեժով լցված սատանայի մեջ սիրո հրեշտակ թաքուն բույն դրած կլիներ։ Սեր, թունոտ, մահացու, որ ինչ-որ կերպ մտել է սիրտս, բռնել է ձեռքս, ոտքս, մարմինս ու խավաչիկի նման օրորով ու բար է տալիս։ Անկախ նրանից, թե մենք ինչպիսի ցավ, ինչպիսի կոնֆլիկտ ունենք մեր կյանքում, կարողանանք հաղթահարել մեր ցավը, որպեսզի այն դրականը, որ հայտնվում է մեր կյանքում, ի վիճակի լինենք այդ դրականը ընդունելու եւ վերցնելու։ Այսինքն, եթե մենք անվանացորդ վրեժով ենք լցված, վրեժի ծառայով ենք լցված, ու մեր կյանքում հայտնվի այդ լույսը, ջերմությունը, տաքությունը, մենք արդյոք կարողանանք վերցնել այն, թե ոչ։ Շեքսպիրյան գրչով հյուսված մոնո ներկայացում բեմադրելը հեշտ չի տրվել։ Թատերական արվեստում նոր քայլեր անող երիտասարդ դերասանները սա ստեղծագործական մարտահրավեր են համարում։ Ծանր օրվա ավարտին թերևս շատ ծանր զգացումներ նորից համակեց, բայց խաղը իսկապես տարավ, կարողացավ տեղ հասցնել ասելիքը։ Բնականաբար ռեժիսորը իր ասելիքն ունի, հանդիսատեսը կարող է տվյալ ասելիքը չհասկանա, ուրիշ ասելիք հասկանա, ուրիշ գաղափար իր համար վերցնի, կարևորը ինչ-որ բան վերցնի։ Իսկ թե ինչ-ինչով ավարտվեց թունագործ Ռիչարդի սիրո պատմությունը, կուլմինացիան նույնքան ողբերգական է, որքան Ռոմեոյի և Ջուլիետի սերը։ Ինձ սերը, կյանք է տալիս մեկ ուրիշ մարդկանց։ Իմ ստեղծած սերը սպանեց իմ սիրը։ Երիտասարդական թատերախումբը որպես այլընտրանքային թատրոն 5-րդ ներկայացումն է խաղում Գյումրիի հանդիսատեսի համար։ Սա առաջին համարձակ փորձն է մոնոներկայացման ժանրում։ Ռիչարդ պիեսը երիտասարդական թատերախումբը ներկայացնելու է նաև Երևանի հանդիսատեսին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Այսքանը քիչ անց Շանթ Գյումրիի ուղիղ եթերը կշարունակի տեսանկյուն հաղորդաշարը, տեսանկյան հյուրն է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Ելվանդ Սերոբյանը։